Պարոն Կոստանյան, նախ ինչու Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն որոշեց պատվո հյուպատոսարան բացել։ Շատ հոռետեսական էր հարցը ձևակերպված, կարծեմ, սա իրապես քաղաքական շատ կարևոր արձանագրում է, որ այսօր Ֆրանսիան Գորիսում եւ Սյունիքի մարզում ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում բացում է հյուպատոսական գրասենյակ, որը ղեկավարվել է պատվո հյուպատոսի կողմից։ Ասվում էր, որ գլխավոր հյուպատոսարան պետք է բացվեր, տեղեկությունները այդ մասին էին համենայն դեպս միջև այս պահաշրջանառվում։ Նման պաշտոնական հայտարարություն երբեք չի եղել եւ դրանով վերադառնում ենք կրկին այն հարցին, որ կան երրորդ ուժեր, որոնք փորձում են այս թեմայի եւ ընդհանրապես տարբեր թեմաների հետ կապված ստեղծել աժոտաժ, ստեղծել շատ ավելի մեծ սպասումներ, քան իրականում կա, որպեսզի հետագան հիասթափություն քաղաքացիների մոտ։ Ուժերը նկատի ունեն։ Կարծում եմ բոլորը պարզ են, բոլորին պարզ է։ Իրավական առումով ինչ հարցեր կնացին։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասին է խոսքը, այստեղ առավելապես քաղաքական ներկայացության եւ սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը։ Հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Ռուսական կողմի հյուպատոսանը ինչու է ուշադրում, հավասարություն խոսքում 2 տարի առաջ Ֆրանսիայի կարծես հաջողվեց ավելի արագ է։ Խոչընդոտներ չունեն, գործընթացը բնական հունով շարունակվում է, երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին։ Այսինքն շարունակվում է քննարկումը Ռուսաստանի հյուպատոսության բացման հետ կապված։ Երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը կտեղեկանան դրա մասին։ Կարծում եմ պատասխանեցի արդեն ձեր հարցին։ Իսկ արդեն գործող Իրանի հյուպատոսարանի Իրանի գլխավոր հյուպատոսությունը հիշում եք, որ Հայաստանի համար քաղաքական եւ աշխարհառեգիոնալ առումով շատ դժվարին ժամանակահատվածում բացվել եւ մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի մեր գործընկերների այդ քայլը։ Այս տարիների ընթացքում Իրանի գլխավոր հյուպատոսությանը հաջողվել է նաեւ ամրապնդել կապերը ռեգիոնալ առումով Հայաստանի եւ Իրանի սահմանակից մարզերի եւ համայնքների միջեւ։ Ռազմական կամ պաշտպանության ոլորտում համագործակցությունը երբեք հանրային լայն կոմունիկացիա չի սրում, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ սահուն կերպով ընթանում է։ Եվ Լավրովի այցից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ լարվածությունը Սյունիքում պահպանվում է, նաև ԱՄՆ պաշտոնյան այս մասին ասեց, որ կա ռիսկ հայ-ադրբեջանական հակամարտության։ Դուք ինչպես եք գնահատում եւ ռուսական կողմի ակնարկը ինչի մասին է։ Ինչ է ակնարկում Ռուսաստան այդ հայտարարությամբ։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե այլ երկրի պաշտոնյաները ինչ են ակնարկում կամ արդյոք այդտեղ ակնարկ կա թե չկա։ Բնականաբար անվտանգային ռիսկերը շարունակում են գոյություն ունենալ այնքան, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ի վերջո հաջողվի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման այս փաստաթղթը ստորագրել։ Այս պահին էսկալացիայի վտանգ հայկական կողմը տեսնում է։ Մենք առնելով կրակոցները, որ պարբերաբար յուղերն են թիրախավորվում Խոզնավարը մասնավորապես։ Կրակոցները վստահաբար չեն օգնում ընդհանուր իրավիճակին եւ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է անկարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա եւ դիվանագիտական համապատասխան գործողություններ եւ կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան։